Ամեն ինչ անում է, որ այդ սցենարով էլ Պարոն Միրզոյան, տեսեք, այնուամենայնիվ խաղաղության պայմանագրի եւ օրակարգի շուրջ բանակցություններում կա արդյոք հարց, որ Ադրբեջանը Հայաստանի այն տարածքները, որը օկուպացրել է, պետք է հետ վերադարձնի, այսինքն դուրս գա ընդ որում խաղաղ ճանապարհով, եւ երկրորդ հարցը վերաբերում է արդեն Բաքվում ապօրինի պահվող եւ դատվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ընթացող դատավարությանը, որը շինծու է եւ ըստ էության մեղադրանքներ են նրանց առաջադրված, այդ առումով արտաքին գործերի նախարարությունը միջազգային կառույցներում ինչ է անում եւ ինչի տեսանելի ու շոշափելի որևիցե արդյունք չկա։ Նայեք, Առաջին հարցը վերաբերում է Հայաստանի տարածքներին։ Իհարկե կան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ, որոնք հիմա Ադրբեջանի կողմից են վերահսկվում, հա 208 շուրջ կիլոմետր քառակուսու մասին է խոսքը եւ մենք մի քանի անգամ ասել ենք, որ այս տարածքների Հայաստանի Հանրապետության վերահսկողությանը վերադարձի հարցը տեսնում ենք սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Հիմա սահմանազատման իմաստ առհասարակ այդ է, երկու կողմերը նստում են տեղանքով, քարտեզներով, որոնք ընդունելի են երկու կողմերի համար, որևէ իրավական ակտերով, որոնք տարբեր շրջաններում կարող ընդունված լինեն, որոնք վերաբերելի են եւ էլի ընդունելի են երկու կողմերի համար, այդ թղթերով, քարտեզներով, նկարով, տեղանքով գնում են դիցուկ, օրինակ մեր դեպքում հյուսիսից հարավ եւ նայում են այնտեղ, որտեղ որ այս հողը պատկանում է աջ կողմին, նույնիսկ եկեք երկրների անունից վերացարկվենք, բայց գտնվում է ձախ կողմի տիրապետության տակ, պետք է արձանագրում, որ պետք է վերադարձվի աջ կողմին եւ հակառակը այնտեղ, որտեղ ձախ տարածքները տարածքներ պատկանում են ձախ կողմին, բայց հիմա գտնում են աջ կողմի վերահսկողության տակ, ներողություն եմ խնդրում, պետք է վերադարձվեն համապատասխանաբար ձախ կողմին։ Հիմա մենք սա պիտի անենք։ Սուվերեն տարածքն է, դրա ինչն եք սահմանազատում, այսինքն կարող է սահմանազատել։ Նայեք, դուք չեք պատկերացնում երևի։ Այն տարածքում Դուք չեք պատկերացնում երևի։ Ասում եմ, մարդիկ գնում են, նայում են։ Այս սեղանը, այս թղթերով պետքա լինի ձերը, փայլակինը, բայց Հայկի մոտ է։ Հիմա ուրեմն այս process-ը երբ որ վերջացնենք, պետք է ասենք Փայլակ ջան, արի ես քո սեղանի տիրություն արա։ Ոչ մեկ, այդ մի րոպե։ Սահմանազատման գործընթացը քննարկումն էլ ընթացքի մեջ է։ Եթե դուք ուզում եք ասեք, վայ, այդ process-ը կանգնել է, մտել է փակուղի, չի ընթանում, չի լինելու, այդպես չի, ընդհանրապես այդպես չի։ Այսօր էլ քննարկումը ընթանում, ես բառացի ասացի, կարող եմ կրկնել այդ հանձնաժողովների առնվազն ղեկավարների միջև եւ հուսով եմ, որ որոշակի փոխըմբռնման հասնելուց հետո գետնի վրա նաեւ այդ գործընթացը կշարունակվի։ Երկրորդ հարցը Արցախի ռազմաքաղաքական։ Հա, իհարկե, գերիների եւ ապօրինի պահվող անձանց հարցը, ընդհանրապես հումանիտար հարցերը այս մեծ օրակարգի կարևոր մաս են, ցավոտ մաս են։ Երևի են եզակի հարցերից է, որտեղ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ։ Վերջին բանը, որ եղել է շոշափելի, դրանից հետո խոսակցությունը անշուշտ եղել է եւ այսօր էլ կա, բայց չի հաջողվել, չեմ ծոսակվել հաջողությամբ։ Վերջին բանը, եթե ես չեմ սխալվում, կոպի շրջանակներում ուրեմն մեծ փոխանակություններ, դրանից հետո չի ստացվում եւ այստեղ երևի ոչ մեկս էլ մեծ ուրեմն ուրախ լուրեր հայտնելու ուրեմն տեղ չունենք եւ դա ակնհայտ է։ Մենք կարծում ենք, որ եթե մեզ հաջողվի ունենալ վերջնական, իսկական, ստորագրված խաղաղություն, կգնանք առաջ օրինակ դելիմիտացիայի գործընթացով, մի հայտարարի կգանք ենթակառուցվածքների ապաշրջափակման ուրեմն գործընթացով եւ ընդհանրապես կլինի այդ իրական կարգավորում, առաջ կգնան մեր հարաբերությունները, մենք վստահ ենք, որ գոնե, եթե մինչև այդ էլ հարցերը հումանիտար հարցերը չստացվի լուծել, գոնե այդ պահին ավելի բարենպաստ միջավայր այդ հարցեր լուծման համար։ Ադրբեջանի հանձնաժողովի աշխատանքներում քննարկումները շարունակվում են, հնարավոր է արդեն կա ուղղությունը, որ հարավում սկսի սահմանազատման աշխատանքը։ Թե կոնկրետ տեղ կան Չէ, հազար մեթոդական հարց կա, դուք ընդհանրապես, ես խնդրում եմ մի քիչ բան արեք, ու առնվազն մի քիչ ինտերնետով նայեք, էլի։ Չէ, չավարտեցի, չխոսեցի։
կարծում եմ, որ արժի, ես սա սրտանց եւ անկեղծորեն առաջարկում։ Մի հատ ուսումնասիրենք ընդհանրապես սահմանազատումը մեթոդան բանորեն գոնե, մեխանիկան, էլի այդ process-ի։ Դա այդքան հեշտ չի, որ ասում եք ինչ են խոսում։ Այդպես չի։ Կոորդինատ, սկզբունք, ահագին անցնելու բան կա։ Հա։ Ну, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, ըմբռնում կա, թե ոնց է պետք շարունակել, առանձին դետալների հարց կա, բայց ես չեմ ուզում անել մի հայտարարություն, որը անձնապես իմ տիրույթում չի, էլի, փոխվարչապետը զբաղվում է դրանով, իր գործընկերոջ հետ կոնտակտի մեջ է, եւ չէի լուզի անկեղծ ասել մի բան, որը հետո վատ ծառայություն կմատուցեր իրական գործընթացին։ Պարոն Միրզոյանov, արդյոք խաղաղության պայմանագրի նախագիծը հայաստանյան գերատեսչություններով անցել է թե ոչ, երբ է անցնելու, որովհետև արդեն հայտարարում եք, որ հաստատված է նախագիծը, փաստորեն տարածքային կառավարման արդարադատության նախարարություններով չի անցել ու հաստատվել է, սա խնդրահարույց չէ։ Տարածքայինով անցնի։ Չգիտեմ, ներպետական հաստատություն կառուցենք։ Փաստ է, եւ դա օրենսդրության պահանջ է, որ մինչեւ ստորագրումը պետք է անցնի ներպետական համաձայնեցման գործընթացը, չէ՞։ Հիմա ես ասում եմ, որ մինչեւ ստորագրումը կանցնի ներպետական համաձայնեցման ստորագրումը։ Դուք հարցնում եք, այսօր արդեն ունեք գերատեսչությունների կարծիքը։ Օֆիցիալ թղթի վրա կարծիք այսօր արդեն չունեմ։ Հետևաբար, այս երկու միտքը, որ իրար կապենք, ցանկացած բանակցություն այդպես է, հետո կլինի այլ դիտարկում, կգնանք ասենք չի լինի այլ դիտարկում, իսկ օրինակ կարծում եմ, որ չի լինի այլ դիտարկում, բայց եթե կլինի այլ դիտարկում, կվերաբանակցվի որևէ պայմանագիր այդ process-ով անցնում։ Դու չես կարող սկզբից գերատեսչությունների կարծիք ունենալ, հետո գնալ են կողմի հետ պայմանավորվել։ Այսպես է, հա, այդ process-ը գնում։ Հիմա երկու միտքը, որը A. Օրենսդրությունը պահանջում է, որ մինչև ստորագրումը լինի ներպետական համաձայնություն, եւ B. Այսօր դեռ համաձայնված չի։ Ներպետական համաձայնություն անցել։ Այս երկուսը որ կապենք իրար, կստացվի, որ մենք այսօր իրիկունը չենք կարող ստորագրենք, չէ՞։ Հենց որ իմացանք, որ ստորագրելու օր կա, բանկա պիտի անցնենք, էլի կանցնենք, չենք շրջանցի։ Նախարարություններից մեկը խնդիր տեսնի, այդ դեպքում խնդիր տեսնենք, վարվենք ըստ այդմ։ Բայց որևէ պայմանագիր Իշխանությունը երբևէ կարող է քննարկման առարկա դարձնել հավելյալ պահանջները, որ Ադրբեջանը ներկայացնում է, մասնավորապես ադրբեջանցիների այստեղ գալու բնակվելու հետ կապված, որովհետև հետևողականորեն իրեն գործընթաց են անում, վերջերս Ստամբուլում կոնֆերանս իրականացրեցին եւ ինչպես եք բացատրում այս քայլերը, որոնք իրականացվում են։ Ուրեմն այդպիսի հարց երկու երկրների հարաբերություններում ոչ իրենց կողմից, ոչ մեր կողմից չկա, օրակարգում չկա եւ չի քննարկվում։ Իսկ այն ինչ որ մենք լսում ենք այդ թվում եւ արևմտյան Ադրբեջանի ուրեմն խոսույթի շրջանակներում, մենք ուղղակիորեն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Իհարկե մենք այս մասին ադրբեջանական կողմին ասում ենք, այդքանը։ Դրանք էլ մեր դիրքորոշումը չեն կիսում, բայց Էրդողանի ներգրավվածությունը, հայտարարությունները այս առնչությամբ ինչ բացատրություն։ Վերջի բանը, որ ես հիշում եմ, օրինակ Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով արված հայտարարություններ են մասին, որ Թուրքիան կոչ անում եւ կարեւորում է խաղաղության պայմանագրի շուտապույտ ստորագրումը։ Ես ինչպես կարող եմ ամբողջ ասածը քիչ առաջ դա էր, հետեւաբար ես չեմ կարող վատ վերաբերմունք ունենալ։ Ժամանակ կոնֆերանսն անում միջազգային այս հարցով արևմտյան Ադրբեջանի մասին է խոսում, վերադարձի մասին, իրավունքների։ Հա, ուրեմն մենք մեկ-երկու դեպք իհարկե նայել ենք եւ եթե ես ճիշտ եմ հիշում, Թուրքիայի իշխանությունների կողմից կազմակերպած միջոցառումների մասին չէր խոսքը, մասնակցության հարց կար, բայց այս հարցերը մենք քննարկում ենք թուրքական կողմի հետ ձեզ Երբ ասում եք սահմանազատման հետ կապված քննարկում եք ադրբեջանցիների հետ, մենք բազմիցս լսել ենք, որ ադրբեջանական կողմը ասում է, որտեղից որ ըստ էության նաև Հայաստանի տարածքներ, այդ տարածքներից մենք հետ քաշվողել չենք։ Հիմա այդ քննարկումների մեջ ըմբռնում կա, որ ադրբեջանցիները այդ քննարկումների արդյունքում պետք է դուրս գան։ Հարգելի գործընկերներ, ուրեմն քաղաքական շատ հայտարարություններ են եղել երկու կողմից էլ։ Փաստ է, նա, որ կա համատեղ ուրեմն գործունեություն, երկու համապատասխան վերնագրերը երկար են պայմանականացնենք սահմանազատման հանձնաժողովների կողմից։ Այդ երկու հանձնաժողովը ստորագրել են փաստաթուղթ,
Այդ փաստաթուղթը անցել է ներպարտական, ուրեմն ներպետական համաձայնություն եւ վավերացում մեր կողմից անցել է Սահմանադրական դատարան եւ իրենք աշխատում են այդ փաստաթղթի հետ համաձայն։ Իսկ այդ փաստաթղթում գրած է, որ սահմանազատման սկզբունքը Ալման-Աթայի փաստաթուղթն է եւ դրանով ենթադրվող սովետական միության պահին գոյություն ունեցող փլուզման պահին գոյություն ունեցող սահմանները։ Հիմա ով ինչ հայտարարի, չհայտարարի, իրավական գործընթացը մնում է իրավական գործընթաց։ Այդ թղթով է գնում։ Կապրենք, կաշխատենք, կապրենք, կտեսնենք, որ շատ տեսական հարցնում ենք, իսկ կարա սենց լինի, իսկ կարան հենց լինի։ Դուք հուսով եմ լրագրողները գոնե համաշխարհային լուրերին հետևում եք։ Այտենց չի, որ ամեն ինչ տրամաբանությամբ եղած կանոններով է տարբեր բաներ են տեղ ունենում այսօր աշխարհում։ Մեր մոտ հուսով եմ եւ մեր ջանքերը դրան են ուղղված, որ տեղի կունենան կանխատեսելի տրամաբանական միջազգային համապատասխան ուրեմն ձևերով շնորհակալություն։ Պարոն Միրզոյան, ձեզ էլ է հետաքրքրում կաթողիկոսը երեխա ունի թե չէ։